Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ եւ հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից եւ աշխարհից։ Գործարար ազգային ժողովի նախկին ու ներկա փոխնախագահ, ում չենք տեսնի քաղաքացիական պայմանագիր խմբակցության շարքում գալիք գումարման ազգային ժողովում։ Ազգային ժողովում մեկնարկել է այս տարվա վերջին նստաշրջանը, ինչ հարցեր են քննարկում падգամավորները։ ՔՊ-ում այլևս չեն հայոյելու, ինչ կանոնագիրք է ընդունել կուսակցությունը։ Աջակցություն վեհափառին ու եկեղեցուն, ժողովներ Մայրաթոռում ու Արցախի թեմում, ինչ է կատարվում ներքաղաքական կյանքում։ Խորհրդարանում մեկնարկել է այս տարվա վերջին նստաշրջանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը։ Մեր երկրում դա ներդնելու են փուլային ձևաչափով, թեպետ ըստ նախագծի այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների բոլոր առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը։ Ապահովագրության հիմնական ներդրման մոդելի առանձնահատկությունը հետևյալն է, հարգելի падգամավորներ, հարգելի քաղաքացիներ։ Մարդը իր կյանքի ընթացքում փոքր գումարներ ներդնելով վստահ է լինում, որ երբ որ հիվանդությունը վրա է հասնում, կամ երբ որ պետք է հոգալ առողջության մասին, նա կարող է դա իրեն թույլ տալ, որովհետև ինքը ներդրում է արել այս համակարգի մեջ։ Հայաստան խմբակցության падգամավոր Արման Ղազարյանի խոսքով առաջին հայացքից թվում է, թե գերատեսչությունը շատ մեծ գործ է անում, բայց նախարարը ոչ մի թիվ չի ներկայացնում։ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ, քանի 65 եւ ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից։ Տիկին Ավանեսյան, դուք իրավաբան լինելով անտերց պնդեցիք են փաստը, որ չեղած բանի վրա մրցույթ եք հայտարարել։ Այսինքն այսօր այս օրենքը դուք վստահ չեք ընդունվի, թե չի ընդունվի, արդեն հիմնադրամի մրցույթ եք հայտարարել։ Ես գիտեմ, եթե հիմնադրամը կանոնադրություն չունի, աշխատանքային ռեժիմ չունի, ֆինանսական աղբյուր չունի, դուք մրցույթ ինչի վրա եք հայտարարել։ Կարող կամ արդյոք դուք պարտավոր եք դա մրցույթ իրավասու եք այդ մրցույթները հայտարարելու, թե չէ։ Հիմնադրամը պետք է ստեղծվեր եւ ինքը մրցույթ հայտարարել։ Դուք առողջապահության նախարարությունը իբրև խեք խառնում այդ գործերին։ Մինչ ազգային ժողովում քննարկում են այս տարվա օրակարգում մնացած հարցերը, միջանցքում հնչում են անուններ, որոնց չենք տեսնի գալիք գումարման ազգային ժողովում։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից 2026-ի խորհրդարանի ընտրությանը կուսակցության ցուցակում չի առաջադրվել Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Արշակյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանը, Քրիստինե Պողոսյանը։ Ես առավելագույնս արդյունավետ եմ բիզնեսի զարգացման Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմաարդյունաբերական ոլորտի կայացման եւ զարգացման եւ ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեն, իմ կուտակած փորձով, գիտելիքներով։ Մեծ պլաններ ունեմ, լավ, ուզում եմ ստեղծագործեմ, ուզում եմ նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վատ է։ Բացի ցուցակներից քաղաքացիական պայմանագիրը հստակեցնում է սեփական վարքը։ Կուսակցությունում այլևս չեն հայոյելու։ Հայոյանքին հայոյանքով կամ վիրավորանքին վիրավորանքով այլևս չեն պատասխանելու։ Ընդունել են էթիկայի կանոնագիրք, ըստ որի մարդկանց հայոյելն ու վիրավորելն անընդունելի է եւ վատ է ազդում երկրի քաղաքականության վրա։ Սակայն Փաշինյանը շեշտել է, որ վիրավորանքին վիրավորանքով չպատասխանելը չպետք է ընկալեն որպես թուլություն, այլ նվիրվածություն իրենց իսկ ընդունած կանոնագրքին։ Իսկ ինչ է կատարվում ներեկեղեցական կյանքում։ Արագածոտնի թեմի հոգևորականներն արձագանքել են վերջին ամիսներին հայ առաքելական եկեղեցու նկատմամբ նկատվող արտաքին եւ ներքին հարձակումներին։ Թեմն իր անվերապահ հավատարմությունն է հայտնել եկեղեցու վարդապետությանը, կանոններին ու սկզբունքներին։ Հոգևոր հայրերը խիստ դատապարտել են Սուրբ Պատարագի ընթացքում վեհապար հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչելը, որը հակասում է եկեղեցու կանոններին եւ պառակտման նպատակ ունի։
Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեծ պարտավորությամբ եւ պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել, խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու օրենքներին, հետևել ավետարանի խոսքի ճշմարտությանը, Աստծուն պաշտել եւ ծառայել սրբությամբ եւ արդարությամբ Սուրբ եկեղեցու պայծառության համար, նախանձախնդրությամբ, գործով եւ խոսքով լինել եկեղեցու մեջ։ Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ եւ խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար եկեղեցուն եւ անդադար աղոթակից։ Լինենք ամբասիր մեր պաշտոնի, քահանայական եւ վանական կոչման մեջ։ Դարձյալ հաստատում եւ ստորագրում ենք հոգեվոր եւ խիզախ մեր գիտակցությամբ։ Իսկ Արցախի առաջնորդարանում արտահերթ ժողով է տեղի ունենալու։ Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով թեմը քննարկելու է Վրդանես Սրբազանին հատուկ կոչով դիմելու հարցը։ Նախկինում եւս նման կոչով դիմել են Վրդանես Սրբազանին, սակայն Սրբազանը նախատեսված տեքստից դուրս այլ հայտարարություններ է արել։ Այդ պատճառով ստեղծվել է նոր ժողով հրավիրելու ու նրան կոնկրետ պահանջ ներկայացնելու անհրաժեշտություն։ Ինձ հասանելի դարձած տեղեկությունների այսօր Արցախի թեմի առաջնորդարանում անգամ կոնկրետ վայրը չգիտեմ, բայց տեղեկացված եմ, որ այսօր պետք է ժողով հրավիրվի եւ այդ ժողովի ընթացքում պետք է քննարկվի կոնկրետ կոչով Վրդանես Սրբազանին դիմելու հարցը։ Տեղեկացված եմ նաեւ, որ ժամանակին այդպիսի կոչով Վրդանես Սրբազանին առաջնորդարանը դիմել է, սակայն նախատեսված տեքստից այլ դուրս հայտարարություններ է կատարել Վրդանես Սրբազանը, ուստի վերստի ժողով հրավիրելու եւ նրան կոնկրետ պահանջով դիմելու անհրաժեշտություն է առաջացել։ Սրա վերաբերյալ տեղեկությունները հրապարակել նաև ոչ թե ժողով հրավիրելու, այլ առհասարակ տեղեկություններին անընդունելի համար վերաբերյալ որոշակի հայտարարություն է կատարել նաև Լեռնիկ Հովհաննիսյանը, այս հայտարարությամբ կոնկրետ ես սպասում եմ Վրդանես Սրբազանի հետագա քայլերին, այսինքն արդյոք ինքը ներողություն խնդրելու Արցախի ժողովրդից այդ գաղափարներից դուրս գործողություն իրականացնելու, Փաշինյանի ձեռքը սեղմելու եւ նրա առջեւ խոնարհվելու համար։ Տեղեկացնեմ նաև, որ Վրդանես Սրբազանի արարքը կոնկրետ իմ կողմից երբևէ չի ներվելու եւ հնարավոր եւ անհնարինս ամեն ինչ անելու եմ, որպեսզի դրանից ներողություն խնդրի Արցախի ժողովրդից։ Իսկ թե շարունակելու իր պաշտոնում պաշտոնավարել, թե ոչ, դա իմ որոշման ենթակա հարց չէ։ Ես հարգում եմ եկեղեցին, եկեղեցական կանոնները, հետեւաբար նրան կարգավորից անելու պահանջով կամ նրան հեռացնելու պահանջ կոնկրետ ես չեմ բարձրացնում, դա եկեղեցու ներքին կյանքն է եւ եկեղեցական կանոններով լուծման ենթակա հարց է։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն էլ քրեակատարողական հիմնարկից սթափության կոչ է արել կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին։ Նրա խոսքով այդ հոգևորականները փորձում են սեփական դիրքն ամրապնդել, կասկածի տակ դնելով այն գահը, որի շնորհիվ տարիներ շարունակ բարիքի ու առաջընթացի են հասել։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները եւ արարքները ոչ թե հոգեվոր սթափության կամ բարենորոգչության նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության եւ ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի եւ եկեղեցական հավատարմության կորստի։ Մոռացվել է, որ վեհափար հայրապետը ոչ թե միայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ է, այլ նաեւ հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ հարված եկեղեցու հիմքին։ Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ Աստվածահիմն Սուրբ Մարմին։ Դավաճանել հայոց հայրապետին նշանակում է դավաճանել եկեղեցուն եւ սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ եւ ոչ էլ իշխանահաճո շահերի սպասարկու։ Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից եւ ուխտադրժությունից, վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգեվոր խոհեմությանը։ Եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրմամբ, այլ հավատքի, կանոնականության, հավատարմության եւ ճշմարտության միջոցով։ Հիշեցնեմ, որ Միքայել եւ Բագրատ Սրբազանները քրեակատարողական հիմնարկից հայտարարություն էին արել, կոչ անելով վեհափար հայրապետին եպիսկոպոսած ժողով հրավիրել, կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին եւ նրանց թեմերում նոր առաջնորդներ նշանակել։ Կոչերից հետո Մայրաթորը հայտարարել է, որ պատրաստվում են եպիսկոպոսների ժողովին։ Ժողովը հրավիրելու գլխավոր պատճառը եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներքեկեղեցական կյանքին առնչվող հարցերի քննարկումն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրում եպիսկոպոսած ժողով, որը հաջորդում է նոյեմբերի 4-ից 7-ը տեղի ունեցած հոգևոր խորհրդի նիստին։
Իսկ օրեր առաջ ազատ արձակված Լիդիա Մանթաշյանը դեռ շարունակում է ապաքինվել այն ամենից, ինչի միջով անցել է։ Իմ գործընկեր Անի Աբաղյանը խոսել է նրա հետ։ 5 ամիս կալանավորվելուց հետո 6-րդ օրն է սրբազան պայքարի մասնակիցը ազատության մեջ է։ Փորձում է հասկանալ ովքեր են ազատության մեջ, ովքեր կալանավորված։ Դրան զուգահեռ քաղաքի փոփոխություններին է ծանոթանում։ Կան շենքեր, որ էլ չկան, նկատել է նաև մայրաքաղաքի ծառահատումները, պատմել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում անցկացրած օրերի մասին, մոր ապրումների եւ այսօր կալանքից ազատվելուց հետո ունեցած ծրագրերի մասին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ եւ ձեր շնորհիվա, որ ես ազատության մեջ եմ։ Ասում եմ հանրային ճնշման արդյունքում է։ Մեր զրույցի ժամանակ այսպիսի մի երկու դեպք եղավ։ Քաղաքացիները մոտենում էին, շնորհավորում Լիդիային կալանքից ազատվելու համար։ Ամռանը կալանավորվել է, ձմեռնամուտին վարչական հսկողությամբ տուն վերադարձել։ Մայրիկից, հարազատներից հեռու 5 ամիս անցկացրել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Ես որ ազատության մեջ եմ, օրինակ մի փոքր բան հենց ինձ առնչվող, այս քանակությամբ քաղբանտարկյալ չկար օրինակ, հա, փորձում եմ հասկանալ ով որտեղից, ինչու, այս ինչ է կատարվում ընդհանրապես, փորձեմ հասկանալ իմ երկրի հետ ինչ է կատարվում, ինձ համար ավելի շատ դա է անհանգստացնում։ Մայրաքաղաքում նոր շենքեր են ավելացել, ծառերը պակասել, նկատում է Լիդիան, բայց ավելի հետաքրքրում է, թե որ գործիչն է ազատության մեջ, որը բանտարկված։ Դեռ լավ չեմ հասկանում ինչ է կատարվում։ Լիդիային քրեակատարողական հիմնարկում 6-օրյա կարանտին էին սահմանել, հետո տեղափոխել խուց։ Կենսական պայմանները, ծառայողների վերաբերմունքը իր եւ մյուսների նկատմամբ լավ էր, ասում է Լիդիան։ Խցակիցների հետ հասցրել է անգամ ավանդույթներ ձեռք բերել։ Ազատվելուց հետո գնացի խցակցից տեսնելու, ասում եմ երեկոյան աղոտ քարեցի հաց կերանք, առավոտյան աղոտ քարեցի նախաճաշ արեցինք, այնպես որ իմ խցում ոնց որ թե ավանդույթը պահպանվում է։ Հետո նաև շաբաթ օրերը, շաբաթ երեկոյան աշխատում էինք, խունկ էինք վառում ու աղոթք էինք անում, որպես կիրակնամուտ։ Ամեն 5 շաբթի դատավարության գնալիս քրեակատարողական հիմնարկում գտնվող կանայք հույս էին ունենում էլ չտեսնել նրան խցում կալանավորված։ Ապշել էին, երբ կալանքը երկարաձգելու որոշում էր կայացրել դատավորը։ Մեկ-մեկ հարց ու փորձ էին անում հասկանալով թե ինչ է կատարվում ու ասում էին ես քո տեղը չի գնա այստեղից։ Կամ ասենք կատակով դուռը փակում էին, որ պիտի գայի դատից հետո մտնեի ներս, ասում էին գնա ստեղից, էլ հետ չգաս, խնդրում ենք։ Այս քո տեղը չի, որ պիտի լինես։ Կարոտում էր ազատությունը, նորմալ սպասքից օգտվելը, հարազատների հետ զրույցները, բայց մտորումները Բագրատ Սրբազանի շուրջ էին։ Ուզում եմ մի ժամ ժամանակ ունենամ, գնամ Բագրատ Սրբազանի հետ զրուցելու, թույլտվություն ունենամ, որովհետև ինքը ինձ այս կյանքում ուղղորդողն է եղել միշտ։ Իմ լավ ու վատը նաև մատնացույց անող է, ինձ նախատողը և հոր նման, ինչպես հայրն է լինում, ու հիմա իր խորհուրդների կարիքը շատ ունեմ, բայց հնարավորություն չունեմ իր հետ շփվելու։ Մեր զրույցը ձգվեց մինչև Տավուշ, որտեղ Լիդիան ծնվել է, մայիսի 28-ին։ Հայրը շնորհավորում էր աղջկա ծնունդն ու հիշեցնում, պետությանը ծնունդը ավելի կարևոր է։ Հետո սովորեցնում էր նվիրվելու եւ պայքարելու ձևը այդ պետությանը։ Ես 2020-ի պատերազմից հետո դադար չունեմ, ասում է Լիդիան։ Մեր տանը այդպես է եղել, ես այդպես եմ մեծացել, որ իմ պետության շահը շատ ավելի կարևոր է, քան իմ շահը։ Լիդիան քրեակատարողական հիմնարկում որոշել է մարզել ուղեղը, մկանները, ինչու՞ չէ հոգին։ Որոշել էր խցից ավելի ուժեղ դուրս գալ։ 5 ամիս անազատության մեջ մնալուց հետո ուզում է հասկանալ, ինչ անել ազատության մեջ, ազատության հետ, բայց մի բան հաստատ գիտի։ Ես պետք է լինեմ ազատության մեջ, քանի որ ես արդար եմ, ու մնացածն էլ պիտի լինեն ազատության մեջ, քանի որ այս ամեն ինչի տակ քրեական գործ չկա։ Ազատության մեջ է իր եւ մայրիկի հավատքով։ Կալանքի երկարաձգման որոշումից հետո անգամ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր. «Ամանորը միասին ենք դիմավորելու, չմտահոգվես»։ Բայց Լիդիան ուզում է անչափահաս երեխաներ ունեցող Մովսեսը եւ մյուս ընկերները եւս ազատության մեջ լինեն, ասում է անմեղեն քաղբանտարկյալ Բագրատ arczepiskopos Գալստանյանի գլխավորությամբ։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Իսկ դուք էլեկտրոնային նամակ ստացել եք ոստիկանությունից քրեական գործի մասին։ Եթե այո, ապա շտապ դիմեք հենց ոստիկանություն։ Վերջին օրերին նման նամակներով փորձում են գումար կորզել մեր քաղաքացիներից։ Խարդախության զոհ է դարձել նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում իր ծանոթներին։ Ովքեր են կանգնած կիբերխարդախության նորարիքի հետևում, ինչպես են գործում այս սխեմաները եւ ինչ պետք է անել նման նամակ ստանալու դեպքում, դիտենք ռեպորտաժում։ Ինչ կանեիք դուք, եթե ոստիկանությունը ձեզ էլեկտրոնային նամակ ուղարկեր, կիբերհանցագործության մեղադրանքով գումար պահանջելով ձեզնից։ Մեդիագրագետ Մարտը կպատասխաներ, կզանգեի ոստիկանություն ճշտելու ուղարկվածի իսկությունը։ Վերջին մի քանի օրերին նման ահազանգեր ոստիկանությունում հաճախ են ստանում։ Քաղաքացին զանգահարել էր ոստիկանություն, մտածել է, որ իր նկատմամբ որևէ գործողություն է ոստիկանությունը պլանավորում, եւ այդ ահազանգից հետո նաև որոշ այլ մեր գործընկերներից ստացանք տեղեկատվություն, որ իրենց ծանոթները եւս նույն ամբողջանդակ հաղորդագրություններ են էլեկտրոնային փոստով ստացել։ Ներքին գործերի նախարարության պաշտոնյայի խոսքով մարդկանց ձերբակալելու համար իրավապահներն անձամբ են այցելում նրանց բնակարաններ։ Մեդիափորձագետն էլ հավելում է, ոստիկանությունը էլեկտրոնային եղանակով նման ծանոթություններ չի ուղարկում։ Միակ բացառությունը դա ճանապարհային ոստիկանությունն է, որ տուգանքներն է ուղարկում։ Այն էլ մարդ պետք է մտնի կայքի վրա, ոնց որ իր էլեկտրոնային փոստը ներմուծի, թույլտվություն տա, որ իրան հետ ձևով ուղարկվեն ծանոթությունները, այնպես որ հաստատ ձեզ ոչ ԱԱԾ-ն, ոչ քննչականը, ոչ ոստիկանությունը էլեկտրոնային փոստով sense վախենալու նամակներ չեն ուղարկում։ Մեդիափորձագետի պնդմամբ սա հերթական կիբերհանցագործությունների ալիքն է, որի միջոցով քաղաքացիներից գումար են կորզում։ Սովորաբար մարդկանց վախացնում են, որ վրաները քրեական գործ կա, հետո տանում են նրան, որ կարող եք ընդամենը վճարել ինչ-որ տուգանք, ուրիշ տուգանք, որ ազատվեք, ու հետո արդեն բնականաբար գումար են վերցնում, հետն էլ ստանում են բանկային քարտի տվյալները ու վարզա, որ հնարավորինս մարդուն կողոպտում են այդ դրա միջոցով։ Նման կիբերհարձակումների հետևում հիմնականում արտասահմանում գործող զեղծարարներն են կանգնած, որոնք էլեկտրոնային փոստերի հսկայական բազաներ ունեն։ Նրանք վերցնում են էլեկտրոնային փոստերի շրջանակ, տեսնում են, որ այդ էլեկտրոնային փոստերը օգտագործում են ազգությամբ հայ քաղաքացիներ եւ սկսում են ուղարկել բոլոր այդ էլեկտրոնային փոստերին եւ հույս ունենալով, որ գոնե 1000-ից մեկը կարձագանքի, որ կկարողանան օրինակ վերջինս գումար ապշտակել։ Այս օրերին տարածում է գտել նաև վերջին մի քանի ամիսներին աղմուկ բարձրացրած զեղծարարությունը։ Կիբերհանցագործները պաշտոնյաների անուններով կեղծ օգտահաշիվներ են բացում եւ սպառնալիքի միջոցով կրիպտոակտիվներ կորզում քաղաքացիներից։ Այդ հանցագործության դեպքերով ներկայումս լայնածավալ քննություն է իրականացվում, այսինքն գործերը գտնվում են նախաքննության փուլում, մենք իրավապահներս ունենք որոշակի շոշափելի արդյունքներ այդ հանցագործությունների բացահայտման աշխատանքներով, սակայն մանրամասները չեմ ցանկանում նշել, քանի որ նախաքննական գաղտնիք է իր մեջ պարունակում։ Մկրտչյանը հավելում է, հանցագործներին գտնելը եւ հափշտակված գումարները վերադարձնելը ժամանակատար գործընթաց է։ Նրանք մեծ մասամբ օտար պետություններից են թիրախավորում մեր քաղաքացիներին, ուստի անհրաժեշտ է լինում միջազգային համագործակցությունը գործի դնել։ Հանցագործության բացահայտման դեպքում զեղծարարները ենթարկվում են քրեական պատասխանատվության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ պետքարտուղարությունը Չեխիան են հայտարարել որոշ անձանց վիզաները, որոնք օրինական ճանապարհով են մտել երկիր, բայց համարվում են ազգային անվտանգությանը սպառնալիք։ Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ Նրա խոսքով պետքարտուղարությունը զգալիորեն խստացրել է ԱՄՆ վիզայի դիմորդների ստուգման պահանջները եւ ընթացակարգերը։ Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը զգուշացրել է, թե այսօր Մոսկվայում կայանալիք ռուս-ամերիկյան հանդիպումը կարող է մեծացնել Ուկրաինայի վրա ճնշումը զիջումների գնալու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ Վաշինգտոնի առաջարկները քննարկելու համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։
Վրաստանի իշխանությունը դատի կտա BBC-ին ցուցարարների դեմ քիմիական նյութերի կիրառման մասին կեղծ պատմության համար, ասվում է իշխող վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության հայտարարության մեջ։ Նախորդ օրը BBC-ն հրապարակել էր նյութ, որում ասվում էր, որ Վրաստանի իշխանությունը 2024 թվականին ցուցարարների դեմ օգտագործել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենք։ Հեղինակների եզրակացությունները հիմնված են եղել ցուցարարների մեկնաբանությունների վրա։ Իսկ Մարգարիտա Սիմոնյանը համեմատել է Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան։ Մենք ապրում ենք ամենահիասքանչ երկրում, իսկ մնացած բոլոր երկրները նախանձում են մեզ։ Այնինչ կատարվում է Մեծ Բրիտանիայի հետ, փլուզված կայսրության նախանձն է այն կայսրության նկատմամբ, որը չի փլուզվել, ասել է նա։ Ուկրաինացի երկու պաշտոնյա տեղեկություններ են հայտնել Կիրակի Ֆլորիդայում տեղի ունեցած ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների մասին, որոնք գրեթե ամբողջությամբ կենտրոնացած են եղել տարածքային հարցերի վրա։ Կիրակի ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները կենտրոնացած էին այն հարցի շուրջ, թե որտեղ ըստ խաղաղության համաձայնագրի կլինի Ռուսաստանի հետ փաստացի սահմանը։ Նշվում է, որ բանակցությունները բարդ եւ լարված էին, բայց եւ արդյունավետ։ Դրանք տևել են մոտ 5 ժամ։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնում են, որ Թրամփը վարչապետ Բենյամին Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տուն։ Զրույցի ընթացքում կողմերը շեշտել են Համասի ռազմական կարողությունների ապամոնտաժման եւ Գազայի հատվածի ապառազմականացման կարեւորությունն ու հանձնառությունը, նաեւ քննարկել խաղաղության համաձայնագրերի ընդլայնումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև պատերազմը հասել է այնպիսի կետի, որ ակնհայտորեն սպառնում է Սև ծովի անվտանգությանը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության միակրուցումը պետք է ներառի պաղեստինյան պետության ստեղծումը։ Հայտարարությունը Հռոմի Պապն արել է Բեյրութ ուղևորվելիս։ Լրագրողների հետ զրույցում կաթոլիկ աշխարհի առաջնորդը վերահաստատել է Վատիկանի դիրքորոշումը, շեշտելով Իսրայելի եւ Պաղեստինի համար երկու պետություն լուծման անհրաժեշտությունը։ Զենք արտադրող 100 խոշորագույն կազմակերպությունների եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 679 միլիարդ դոլարի, ինչը 5.9%-ով ավելի է 2023 թվականի համեմատ։ Հայտնել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ իր զեկույցում։ Փաստաթղթում նշվել է 100 խոշորագույն զենք արտադրողների համակցված եկամուտների կտրուկ աճ, երկրների կողմից իրենց զինանոցներն ընդլայնելու եւ արագորեն արդիականացնելու ցանկության ֆոնին։ Ամստերդամում ֆուտբոլի դաշտը հայտնվել է կրակների մեջ։ Հրդեհի պատճառն Այաքս ֆուտբոլային ակումբի երկրպագուների իրականացրած հրավառությունն է եղել ի հիշատակ վերջերս մահացած երկրպագուի։ Այաքս Գրոնինգեն հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Այն տեղի կունենա այսօր առանց հանդիսատեսի դատարկ ստադիոնում։ Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 334-ի, բնակավայրերը թաղված են ցեխի մեջ։ Ընդհանուր առմամբ Ինդոնեզիայում, Շրի Լանկայում, Թայլանդում, Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 900 մարդ։ Մոսկվայում հարբած երիտասարդը մետրոյի գնացքի տանիքին պառկած Պուշկինսկայա կայարանից հասել է Կուզնեցկի կամուրջ։ Ռուբենսի վաղուց կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 2.3 միլիոն եվրոյով։ Բարոկկո ոճով ստեղծագործող ֆլամանդացի վարպետի Քրիստոսի խաչելությունը պատկերող նկարը թաքցված է եղել ավելի քան 4 դար։ Այն վերջերս հայտնաբերվել է Փարիզում, մասնավոր բնակարանում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC News Room-ը։ Իմ գործընկեր Աննա Սարգսյանը կներկայացնի օրվա գլխավոր թեմաները։